Թևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր։ Քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռևյուն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանին։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Խաչիկյան, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված է, տեքստը համաձայնեցված, սակայն դրանից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ պետք է նախ Հայաստանի Հանրապետությունը փոխի սահմանադրությունը, բնականաբար դրան հաջորդելու են նաեւ այլ պահանջներ, որոնք այս պահին դեռևս կարծես թե միայն բանավոր են ձևակերպված, օրինակ փախստականների վերադարձ, Զանգեզուրի միջանցքի հարց այսպես կոչված, որը չկա պայմանագրում եւ առաջիկայում։ Այո։ Եվ այսպես շարունակ, պահանջները շարունակվում են։ Հայաստանի իշխանությունները սա համարում են միակ այլընտրանք։ Նախ մենք այլընտրանք ունեինք, մինչև այս խայտարակ խումբը չեկավ իշխանության, մեզ բոլորիս խաբելով 18 թվին։ Մինչև 18 թիվը մենք ունեինք այլընտրանք։ Մենք ունեինք արժանապատիվ ապահով Հայաստան, որտեղ կար կոռուպցիա, ինչպես կա հիմա, շատ լավ է, հիմա էլ կա կոռուպցիա, որտեղ բոլոր երկրներում էլ կա։ Բայց այն ժամանակ մենք այլընտրանք ունեինք, բայց այս մարտիկ եկան, մեզ խոստացան, որ խաղաղ ձևով լուծելու են Ղարաբաղի հարցը, որը պետք է բավարարի երեք կողմերին, հիշում եք, ասում էին եւ մեզ, եւ ադրբեջանցիներին, եւ ղարաբաղցիներին, որը ընդունելի լինի երեք կողմի համար, չէ՞, ասում են։ Հետո մենք իրենց հարցնում ենք, բայ ինչպես է, ինչ եք բանակցում, մեզ լկտի ձևով ասում են, դա ձեր գործը չի, ինչ կուզենք կանենք։ Ինչ պետք է այն էլ բանակցում եք Նիկոլ Փաշինյանը, այո։ Բաները հիշում եք, այդ բեմադրությունը շատ լավ հիշում եք։ 2 տարի անցավ, ոչ միայն խաղաղ ձևով չլուծեցին, այլ սադրեցին պատերազմը, քանի որ հիմար հայտարարություններ արեցին, որ Ղարաբաղը Հայաստանն է եւ վերջ, հետո ասացին մենք ուղղակիորեն կխոսենք Ադրբեջանի ժողովրդի հետ, երևի իրենց մտքում նրանք իրենց մեսայա էին պատկերացնում։ Քրիստոսի պես երևի պետք է Կասպից ծովի վրայով մանգային եւ խոսեին Ադրբեջանի ժողովրդի հետ։ Դրանից հետո Ադրբեջանը պայթեց, այդ բոլոր զգուշացումները, որ պատերազմ է գալիս, անտեսվեցին։ Բոլոր զգուշացումները, որ ես անձամբ եմ տվել, որ այսպիսի ձևով, խայտարակ ձևով քանդելով մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք դուռ ենք բացում Ադրբեջանի համար։ Ադրբեջանը օգտվել է դրանից, ռուսների հետ պայմանավորվել է մեր մեջքի հետևը։ Շարունակեցին դա անել, այդ իրենց հիմար քաղաքականությունը, Պուտինին չդիմավորելը, վիրավորելը, Խաչատուրովին բանտարկելը, հապկի բանը չընդունելը առաջարկել, այնքան բան են արել, որ անգամ հիշելը երկար ժամանակ կտևի։ Այսինքն այլընտրանքը կար, մինչև դուք չեկաք ու ամեն ինչ չկործանեցիք, մեզ ոչնչացման չհասցրեցիք։ Իսկ սա խաղաղության պայմանագիր չի։ Նախ դուք ճիշտ, սա կապիտուլյացիայի պայմանագիր է, ավելի ծանր, քան 20 թվականի կապիտուլյացիան։ Քանի որ հիմա արդեն ոչ միայն Ղարաբաղն ենք հանձնում, որ լավ ապրենք, որը տեսակ որ դա էլ չստացվեց։ Հիմա մենք Հայաստանն ենք հանձնում։ Եվ ինչպես դուք ասում են, սա ապահովելու է Հայաստանի շարունակականությունը, այլընտրանքը պատերազմն է ասում։ Այո, ես ասացի, այլ պատերազմը դուք եք բերում, որովհետև դուք թույլ եք, դուք չեք կարողանում պետություն ղեկավարեք, դուք սխալ դիվանագիտություն եք տանում, դուք մեզ դարձրեցիք տարածաշրջանային չմոն, որ ոչ ոք մեր հետ հաշվի չի նստում այլևս։ Պատերազմը ձեր քաղաքականության հետևանքն է։ Այն էլ մենք 2 անգամ արդեն տեսանք պատերազմը, եթե չհաշվել Ղարաբաղի հայաթափումը, այդ խայտարակ բանը, որը մենք հանդուրժեցինք։ Մենք 4-րդ ռեկորդը սահմանեցինք։ Ես ասել եմ, մենք առաջինը հետ բերեցինք պատերազմում պարտված մի կառավարություն, որը ինքը ընդունել է, որ իր մեղքով 5000 տղա մահացել է, մենք դա ներեցինք, այդ առաջինը։ Երկրորդը մենք ասացինք, որ մեր ազգի մի մասը դա մեր ազգը չի, մենք պետք չէ պաշտպանենք իրենց, ուրիշ ազգ թող իրեն պաշտպանի։ Սա երկրորդ ռեկորդն է, որ պատմության մեջ չկա։ Երրորդն էլ ասացինք, որ մենք պետք է հանձնենք մեր հայրենակիցներին, որ լավ ապրենք, կուշտ փորով ապրենք։ Դες բան պատմության մեջ չեղա։ Եվ չորրորդը հենց նոր տեսակ։ Մենք առաջի ազգն ենք դառնում պատմության մեջ, որը իր 1.5 միլիոն նահատակների հիշատակը վաճառում է, որպեսզի լինի առևտուր, փոր եւ գրպան։ Սենց բան պատմության մեջ չի եղել։ Մենք 4-րդ ռեկորդը սահմանեցինք։ Դրա համար են պատմական օր համարում մարտի 13-ը, այս փաստաթղթի համաձայնեցման օրը։ Գիտեք, այս մարդկանց ասելը, ինչ որ բան, որոնք որ ասում են լուրջ ընդունելը անհնար է։ Նախ նրանք անընդհատ իրենց խոսքը փոխելու են։
Հետո նրանք ինչ որ բան որ հանձնում են, նրանք սկզբից սուտ են ասում են չի այդպես բան, հետո սկսում են իրար հակաճառել, հետո մի 2 ամիս անցնում է, 3 ամիս անցնում է, նոր ենք մենք իմանում։ Ես ասել եմ, կանցեմ մի ամիս առաջ ասել եմ, ինչ որ բան արդեն կա։ Ինչ որ բան մենք ես ու դուք եք խոսում։ Զանգեզուրում ինչ որ բան նրանք արդեն զիջել են, ուղղակի սուտ են ասում, ինչպես միշտ չեն ասում ինչ են արել։ Եթե նրանք արդեն երկրորդ նախագահի վրա են դա կախում, այսինքն ինչ որ բան արդեն զիջել են, որ մեղավոր են փնտրում, ինչպես միշտ, նրանք երբեք պատասխանատվություն իրենց վրա չեն վերցնում։ Հետո այս կապիտուլյացիան սա վերջը չի, որտեղ Ադրբեջանը հենց նույն օրը ասեց, մենք 0 վստահություն ունենք հայերի նկատմամբ, այսինքն այսքան նվաստացնելուց հետո էլի նրանք չեն բավարարվում։ Երկրորդը, հաջորդը լինելու է փոխհատուցումը, դες ինչ որ թիվ տեսա 50 թե 60 միլիարդ Արարատ Միրզոյանն ասում է, քանի որ պայմանավորվածություն կա հայցերը հետ քաշել եւ մինչեւ պայմանագրի ստորագրման օրը եղած բոլոր հայցերին է դա վերաբերում, այդ փոխհատուցումների թեման ջրվում է, այսպես ասած, եթե այսպես ձևակերպենք։ Ես որևէ անձնական բան որի մեկի հետ չունեմ, բայց այս խմբի խոսքը ոչ մի քաշ չունի։ Նրանք ինչ որ բան ասում են, հետո հակառակն է ստացվում։ Եթե դուք ուզում եք լուրջ աղբյուր ունենալ, այդ լուրջ աղբյուրը Ադրբեջանն է, ցավոք սրտի։ Մենք Բաքվից ենք իմանում իրականությունը, հետո մերոնք ասում են, վերջը ընդունում են, որ դա ճիշտ է։ Թաքցնում են, խաբում են, հետո ընդունում են, որ դա ճիշտ է։ Նրանք ասեցին, որ այդ հարցը բարձրացնելու են փոխհատուցման, նրանք ասեցին, որ բան փախստականներ վերադարձնել լինելու, մենք հետո, այսինքն 300,000 ադրբեջանցի մտնելու են Սյունիք։ Այն մարդիկ, ովքեր ձայն էին տվել երկրորդ անգամ այս խմբին, հետ էին իրենց բերել, հասկանում են, որ այդքան վառված եք, այդքան վրթոված եք նախկինների դեմ, որ ձեզանից փող են վերցրել։ Հասկանալի է, դա շատ վատ է, բայց մարդիկ ավելի մեծ ցավ են ապրում, երբ հիշում են, որ իրանցից փող են վերցրել։ Իսկ հայրենիք վերցնելը իրանց չի խանգարում։ Հայրենիք լինի, չլինի, կապ չունի, բայց մենք մինչև հիմա խոսում ենք այդ Թարանի մասին։ Նա անընդհատ այդ կոճակը սխմում է, դուք տեսնում եք։ Իր քարոշչությունը այդ կետին անընդհատ խփում է։ Նախկիներ։ Թալան։ Այսինքն 7 տարի։ Բրաբուս, այո, սկսել է այդ օպերացիան նորից։ Շարմանկան էլի սկսել է։ Բայց ժողովրդի մեծ մասը արդեն դրան չի հավատում։ Նրանք տեսնում են, որ սա ուղղակի բան է, մուտիլովշիկ է, ինչպես ասում է հայտնի քաղաքական գործիչը, սա ուղղակի անընդհատ այդ բառային խաղերն է անում։ Այդ կետին մարդիկ հիմա վերադառնամ իմ կետին։ Այդ որ այդքան ուրախ են Սյունիքի բնակիչները, որ ասֆալտ ստացան։ Հիմա եթե 300,000 ադրբեջանցի մտնի իրանց գյուղ կոնկրետ, նրանք ինչ են անելու։ Նրանք կարծում են դա չի լինելու։ Հետո նայեք Սիրիայում ինչ եղավ ձեր աչքի առաջ։ 10,000 մարդ 3 օրում մորթվեց։ Եվրոպան ինչպես պատասխանեց։ Մորթողին, տերորիստին հրավիրեց կոնֆերանսի։ Ես sense բան իմ վատ երազում չէի պատկերացնի, որ արևմուտքը Թուրքիային օգնելով տերորիստին կբերի իշխանության, նա 10,000 մարդ կմորթի, ամբողջ աշխարհը դա նայում է YouTube-ով, TikTok-ով, այդ երեխաների մարմինները դուք տեսել եք, չէ՞, Եվրոպան նկատողություն, ասեն ինչ որ դատապարտեց, կոչ արեց այդ ստանդարտ հիմար դատարկ է դիվանագիտական ֆորմուլաները, որ copy paste են անում բանից, մի word file-ից մյուս word file։ Ասեցին ու իրան հրավիրում են կոնֆերանսի։ Այսինքն դուք նոր տեսակ 10,000 մարդ ձեր աչքի առաջ թուրքերի կողմից բերած ու արևմուտքի կողմից բերած կառավարությունը մորթեց։ Դուք չեք մտածում, որ այդ վաղը այդ մարդիկ կարող են մտնել ձեր տարածք։ Մարդ, որ ամոթ չունի, որևէ արժանապատվություն չունի, նա ինչ կուզես կասի։ Մենք շատ լավ գիտենք այս մարդը ով է, Ալ-Ջալանի, անգամ իր անունը փոխեցին։ Հերիք չի տարան գեղեցկության սալոն, բանը makeover արեցին իրան, հիմա անունն էլ փոխեցին, բայց մենք անունը հիշում ենք։ Սա նախքին Ալ-Կաիդայի անդամ է, Ալ-Կաիդայի, որը դարավ հետո Ալ-Նուսրայի ղեկավար։ Իրան չամաչեցին եվրոպացիները, բերեցին կառավարության, գնացին այդ ձեռը սխմեցին, 10,000 մարդ մորթեց, ասին շատ լավ, եկեք մեր մոտ կոնֆերանսի։ Դուք տեսեք ուր մենք հասանք։ Հետո Գերմանիան այսօր ողջունեց, որ Հայաստանը գնաց զիջումների։ Այսինքն Ուկրաինայում կանգնած են ուկրաինացիների կողքը, ասում են ոչ մի հարցում չզիջեք, մենք ձեր կողք կանգնած ենք, հանգարց չստորագրեք այս պայմանագիրը, որ խաղաղություն չլինի։ Իսկ մեր Չ կլասի հայերին, 4-րդ կլասի հայերին, ասում են լավ եք անում, որ հանձնվում եք, ողջունում եք, էլի հանձնվեք։ Գնացեք ամեն ինչ հանձնեք։ Ուկրաինայում կանգնած են իրանց կողքը, ասում են ոչ մի զիջում։ Մենք ստեղ խաղապահուժեր ենք ուզում, մենք ուզում ենք, որ Ռուսաստան առաջ չգնա, այնտեղ իրանց մեջքին կանգնած են։ Ստեղ մեզ էլի խափեցին, գցեցին, բայց մենք արժանի ենք դրան, որտեղ այսքան անխելք լինել, այսքան ծախու լինել, անընդհատ արտասահմանից այդ գրանտերը ստանալ ու մեր ժողովրդի գլուխը հարթուկ էր։ Մենք արժանի ենք սրան, որ մեր Ֆրանսիան, որ ասում էր մեր կողքը կանգնած է, ողջունում է այս process-ը։ Հայաստանի կապիտուլյացիան ողջունում է, չի ասում, բայց մենք ճանաչել ենք ցեղասպանությունը, դուք ասում եք ցեղասպանության մասին էլ չխոսանք, սա ոնց է ստացվում, Ֆրանսիան ավելի հայկական, պրոհայկական է, քան Հայաստանը, չեն ասում դա։ Չեն ասում, բա 120,000 մարդու տեղից հանելը դա ճիշտ է, այս հարցը։ Դա իրենց խավորությամբ է տեղի ունեցել։
Պրահայում Շարլ Միշելի եւ Մակրոնի քավորությամբ։ Ընդ որում սա այն պարագայում, երբ որ այդ ժամանակ կային միջնորդներ, նոյեմբերին կային միջնորդներ, իսկ այս գործընթացում ընդհանրապես միջնորդներ չկան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այո, որ հեշտ հանձնվենք, ավելի ուղղակիորեն հանձնվենք եւ հետո այնտեղ գրված է, որքան հասկանում եմ, որ որևէ ուրիշ երկրի ուժերը չպետք է լինեն մեր սահմանին։ Այսինքն կարող է դա հարց դրվի հիմա ռազմաբազան փակելու մասին, եթե դրան է գործը հասնում։ Հայ-ադրբեջանական սահմանի մասին է նշված այնտեղ։ Տեսնենք, այնտեղից կսկսեն, հետո կանցնեն ուրիշ տեղ, կտեսնենք։ Բայց մենք չենք տեսել այս պայմանագիրը։ Հարցը սա է, չեն հրապարակում, չգիտենք ինչ կա այդտեղ, ինչ կետեր կան։ Մի երկու կետի մասին է խոսվում միայն։ Դուք հիշում եք, ստեղա չէ հրապարակը 18 թվին որոշ մարդիկ որ ասում էին մենք նախ ասում էին որ 3 միլիոն վարչապետ ենք, խոնարհվում ենք, բաչենք դեր թուշիկները, թաթիկները, չեմ հիշում այդ ինչեր գրվում այնտեղ բանաստեղծություններ, հետո ասեց մենք ձեր հետ կքննարկենք ամեն ինչ եւ այստեղից կորոշենք։ Այդ սուտը հիշում եք։ Այսքան սուտ ասող եւ առաջինը եւ երկրորդը եւ երրորդը իրենց թերությունները ունեցել են, ոչ ոք աստված չի։ Բայց այսքան սուտ խոսալ, դուք տեսեք ինչպես են նորմալ բանակցությունները վարվում Ուկրաինայի Ռուսաստանի միջև։ Հայտարարություն է արվում Տրամպի կողմից, մոտավորապես սա առաջարկվում է, Ուկրաինան պատասխան տալիս է, չի տալիս, գնում են ռուսների հետ են խոսում, ռուսները ասում են սա հնարավոր է, սա հնարավոր չի, սա պետք է քննարկենք, Պուտինը նոր պատասխան է ծերեք, ինչ որ պայմաններ դրեց եւ այլ։ Այսինքն մոտավորապես հասկանում ես այնտեղ ինչ են ասում եւ այնտեղ։ Իհարկե որոշ բաներ գաղտնի են, բայց հիմնական բովանդակությունը հասկանում ես։ Ստեղ ոչինչ չես հասկանում։ Իդեպ դուք այնտեղի process-ների եւ այստեղի process-ների միջև կապ տեսնում եք, որովհետեւ կարծիքներ կան, որ Հայաստանն ու Ադրբեջանը կամ իշխանությունները ավելի շուտ շտապում են, որովհետեւ Ուկրաինայում կարծես թե հանգուցալուծում է նկատվում կամ ուրվագծվում։ Հանգուցալուծումը նկատվում է, դրա մասին մենք կարող ենք խոսել, ես չեմ կարծում, որ սա երկարատև է լինելու եւ սա շատ վտանգավոր է, եթե այս պայմաններում նրանք ավարտեն պատերազմը, երկու երկիրներ էլ կպարտվեն, իմ կարծիքով։ Դրա մասին կարող ենք խոսել։ Բայց այո, հնարավոր է, որ ինչ-որ խաղաղ պայմանագիր ստորագրվի, որից հետո Ռուսաստանը կարողանա ուշադրությունը դարձնել հարավային Կովկաս։ Դրա համար ասում են շտապում են Հայաստանն ու Ադրբեջանը։ Շատ հնարավոր է։ Հայաստանին շուտ գցեն Թուրքիայի տակ, որ մենք այլևս չկարողանանք տակից օգտվել։ Մակրոնը բաց տեքստով ասեց, դուք մեզ պետք է որպես բուֆեր Ռուսաստանի դեմ, չամաչեց։ Ստեղ ոչ ոք փողոց դուրս չեկավ էքստազի մեջ։ Ռուսները որ ասում էին դուք մեր ֆորպոստներ բոլորը վիրավորվեցին, հիմա մենք ոչ մեկին պետք չենք, հանգիստ կարող եք հպարտ նստել ձեր տանը, մենք այլևս ռուսներին պետք չենք, կարող եք հպարտանալ։ Իսկ ֆրանսիացիները որ ասում են բուֆեր եք, ոչ ոք չի վիրավորվում։ Բայց Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում զանգահարել է Վլադիմիր Պուտինին եւ տեղեկացրել է այս գործընթացի մասին խաղաղության պայմանագրի համաձայնեցման վերաբերյալ։ Կապիտուլյացիայի վերաբերյալ։ Սա խաղաղության պայմանագիր չի եւ Ադրբեջանը ասել է, որ սա խաղաղության պայմանագրի ստորագրման օր թիվ չի լինելու, որովհետեւ նրանք երկար ցուցակ ունեն, շատ երկար։ Զանգեզուրի կորիդորն է դրանից մեկը, որը մենք հետո կիմանանք։ Մի քանի շաբաթ, մի քանի ամիս հետո նրանք կհոգնեն սուտ ասելուց կամ չէ, նրանք չեն հոգնի սուտ ասելուց, Ադրբեջանը կասի թե նրանք ինչի են, ինչ համաձայնության են եկել։ Նոր մենք այստեղից ճշմարտությունը կիմանանք։ Եվ ամենայն հավանականությամբ այո, նա զիջել է։ Նա այդ ճանապարհը զիջել է, մենք Իրանից կտրվում ենք։ Մենք Իրանից որ կտրվենք, մենք դառնում ենք Ղարաբաղ։ Սրանով է պայմանավորված Իրանի անհանգստությունները, պարբերաբար կարմիր գծերի մասին հիշատակումներ անելը։ Այո, բայց Իրանի վրա ճնշում են գործադրում։ Տրամպը հրաժարվեց հարձակման պլաններից, նա ուզում էր հարձակվել Իրանի վրա, Իսրայելի կողմից։ Նախ մինչև դրա մասին խոսել է, հիշեք, որ մենք այստեղ ունենք դաշինք։ Անգլիան տեսակ ռազմական ատաշե ուղարկեց Ադրբեջան այսօր։ Այսինքն այս դերասանները, բեսեդկագետները, որ խոսում են արևմուտք, մեր ուշադրությունը շեղում է, մեզ հեքիաթ են պատմում։ Անգլիան ռազմական ատաշե է ուղարկում Ադրբեջան, դա ինչ է նշանակում։ Ռազմաստրատեգիական կապեր են ստեղծում Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի նավթը եւ գազն է իրանց պետք։ Վունդերլայնը գնաց Ադրբեջան, ասեց դուք եք մեր գործընկերը։ Ամերիկյան Rand կորպորացիայի մի ուրիշ բաները think tanks, հետախուզական ուղեղային կենտրոնները գրում են, որ Ադրբեջանը մեր դաշնակիցն է։ Մեզ ստեղ հիմարություն են պատմում 7 տարի։ Ռուսաստանի հետ կռվեք, արևմուտքը ձեզ կպաշտպանի։ Արևմուտքը ասում է մեր դաշնակիցը Ադրբեջանն է եւ Թուրքիան։ Եվ Իսրայելը, այստեղ ունենք մենք դաշինք հիմա։ Իսրայել, Ադրբեջան, Թուրքիա, Միացյալ Նահանգներ եւ Անգլիա, Բրիտանիա։ 5 պետություն իրենց կողմից։ Մենք ունենք Ռուսաստան քիչ թե շատ Իրան։ Դա պարզ չէ։ Իրանի վրա ճնշում է գործադրվելու։ Ռուսաստանը հիմա միջնորդել է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, դե սպասելի էր, որ նրանք չեն ուզում, որ պատերազմ սկսվի Իրանում, ինչ որ խաղաղության պայմանագիր կլինի, բայց Իրանի վրա ճնշում են գործադրելու եւ հնարավոր է օգտագործելու են այս պատերազմի սպառնալիքը, որ նա զիջի Զանգեզուրի հարցով։ Եթե ես իրենց տեղը լինեի, ես կասեի, գիտեք, դուք նավթ ու գազ եք ուզում,
պարոն Տրամպը շատ հետաքրքրված է տարբեր ռեսուրսներ օգտագործելով, մենք էլ ենք ուզում։ Ադրբեջանը ուզում է նավթ ու գազ բերել արևմուտք եւ կենտրոնական Ասիան է ուզում, մեզ խանգարում են հայերը։ Խնդրում եմ մեզ այս հարցը լուծեք։ Իդեպ խաղաղության պայմանագրի ժամկետների վերաբերյալ դեռ նախորդ տարվա օգոստոսին Էլչին Ամիրբեկովը նշել, որ 2027 թվականից շուտ դա տեղի չի ունենա, որովհետև Փաշինյանի հետ քննարկում են ունեցել ադրբեջանցիները Հայաստանի սահմանադրության փոփոխության վերաբերյալ եւ ըստ էության 2026 թվականից շուտ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրություն չի փոխվի։ Հետևաբար իրենք սպասելու են դրան, նոր դրանից հետո խաղաղության պայմանագրի ստորագրել։ Այսինքն Ադրբեջանի կողմից ժամկետներ նշվել են եւ Ադրբեջանի կողմից հստակ նշվում է այն քայլերի հաջորդականությունը, որը դեռ հաջորդելու է սրան։ Հետևաբար այս փաստաթղթի ինչը կարելի է դիվանագիտական ձեռքբերում համարել։ Ոչ մի բան է, սա կապիտուլյացիա է, այն էլ հերթական։ Սա վերջը չի, սա վերջնական կապիտուլյացիան չէ։ Եթե Ադրբեջանը ասում է 27-ի, ուրեմն այդպես էլ լինելու է, որտեվ սրանց ամեն ինչ ստիպում է, ամեն ինչ սրանք ընդունում են։ Ինչ որ իրենց ասում են այն կողմից, ինչ որ պարտադրում են, սրանք չեն դիմադրում։ Միանգամից ընդունում են, ասում են այլընտրանք չկար։ Այլընտրանքը ձեր գնալն է։ Մինչև ձեր գալը այլընտրանք մենք տեսանք մեր այլընտրանքը։ Մենք 30 տարի ապահով ապրում ենք։ Ասում են հենց այս խաղաղության պայմանագիրը վավերացվի, այսօր Արարատ Միրզոյանն էր խորհրդարանում նշում, նշանակում է, որ խաղաղություն է հաստատված եւ Եվրամիության դիտորդների կարիքն էլ չի լինելու։ Տեսակ, Եվրոպայից էլ ենք հրաժարվում։ Հետաքրքիր է, հանրակրվեն ինչի համար ենք անցկացնում, եթե Եվրոպայի դիտորդներին դուրս ենք անում Ադրբեջանի պահանջով։ Մեզ ասում են մի զանգով կանգնացրեցին Ադրբեջանին, հիշում եք սեպտեմբերին։ Այսինքն այնքան մեծ ազդեցություն ունեցան Ադրբեջանի վրա, որ հիմա Ադրբեջանը ասում է դուրս եկեք ստեղից ու մենք իրենց հանում ենք դուրս։ Դա ինչ որ բան ձեզ ասում է, չէ՞, այդ ազդեցության մասին։ Հիմա իրենք խոսում են ինքնիշխանության մասին, անդադար խոսում են այդ մասին։ Դուք ձեր խոսքում նշեցիք Ռուսաստանի, Իրանի վերաբերյալ, իրենք մասնավորապես Ռուսաստանի մասով ասում են, որ ընդդիմության նպատակն այն է, որ Հայաստանը դարձնեն ռուսական գուբերնիա, իսկ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ինքնիշխան լինենք։ Եվ դրա համար առաջին հերթին պետք է մեր հարևանների հետ կարգավորենք մեր հարաբերությունները։ Սա ուղղակի քարոզչություն է, էժան, հիմար, անխելք քարոզչություն է։ Մենք երբևիցե Ռուսաստանի գուբերնիա չենք եղել։ Սովետական միության ժամանակ մենք եղել ենք հանրապետություն եւ ապրել ենք աննախադեպ վերելք, հայ ժողովրդի պատմության մեջ այսպիսի վերածնունդ մենք չենք ապրել եւ հանգարց չհամեմատվեք դուք հիմա մեր սովետական Հայաստանի էլիտային, այն բանաստեղծներին, քանդակագործներին, գիտնականներին, որ մենք ունենք, դուք եթե 100 տարի հետո ունենաք, դուք ուրախությունից լաց կլինեք։ Այդ մեկ։ Երկրորդը, մենք երբևիցե գուբերնիա չենք եղել, մենք եղել ենք Ռուսաստանի դաշնակիցը եւ ունեցել ենք լավ գործընկերային հարաբերություններ Արևմուտքի հետ։ Այս հիմար հեքիաթները հերիքա դուք պատմեք։ Մենք եղել ենք եւ դաշնակից Ռուսաստանի եւ գործընկեր Արևմուտքի։ Մենք բալանսավորված արտաքին քաղաքականություն ենք ունեցել։ Դուք եկաք եւ մեզ տապալեցիք, ոչնչացրեցիք մեր երկիրը։ Մենք հիմա իսկապես չոք հիմա գնում ենք Մոսկվա Պուտինի մոտ, ձեզ մի հատ ապտակ են տալիս, հետ եք գալիս ներողություն եք խնդրում։ Այդ դուք եք անում։ Մենք այդ ժամանակ Մոսկվայի հետ հարգալից հարաբերություններ ունեինք։ 1. Երկրորդն էլ դուք մեզ դարձնում եք Թուրքիայի վիլայետ։ Երբ որ ձեր Տշնամին ասում է սահմանությունից պետքա փոխես ու դու փոխում ես, ասում է մոռացիր ցեղասպանության հիշատակը, դու ասում ես մենք էլ չենք խոսա ցեղասպանությունից, դու ինքնիշխանությունից խոսալու իրավունք չունես։ Դու մի բան անում ես ու ճիշտ հակառակը ասում ես։ Սա էժանագին քարոզչություն է։ Այսպիսի ստորացված վիճակում մեր ժողովուրդը չի եղել երբեք։ Ցեղասպանության ժամանակ մենք այսքան ստորացված չէինք։ Մեզ գոնե չէին ստիպում, որ մենք ընդունենք, որ մի հատ ներողություն խնդրենք, որ ոչնչացրել են արևմտահայությունը։ Հիմա էլ ասում արևմտյան Հայաստան չկա, մենք ցեղասպանություն մոռացել ենք, բերել է այդ Թուրքիայի լրագրողներին տարբեր տեղեր մանացում Երևանում։ Արժանապատիվ ձևով խոսել Թուրքիայի հետ դա ճիշտ է, եւ դա արվել է։ Եվ նախկին մեր ղեկավարները դա արել առանց քեզ նվաստացնելու, առանց ստորացնելու քո ժողովուրդը, առանց 1.5 միլիոն նահատակների հիշատակը մոռանալու։ Այո, կարելի է, եւ քեզ ավելի շատ կհարգեն, այն կողմից էլ քեզ կհարգեն, եթե դու այսպես քեզ չպահես։ Բայց այսքան մեզ նվաստացնել, ստորացնել, չոքի բերել եւ նոր Թուրքիայի հետ փորձել հարաբերություն հաստատել, ինչ հիմքի վրա։ Մենք հիմա ով ենք իրենց համար։ Մենք իրենց համար պարտված, անզոր, անխելք, ինչ որ sense անհասկանալի, ինչ որ փոքր տարածք ենք, որը նրանք կարող են Սիրիայի պես շատ շուտով գրավել։ Եթե հետաքրիր է, այս մարդկանց, որ իրենց ձայները տալիս են, մինչև հիմա հմեկ են լսում, իրանց տուն որ մտնեն ադրբեջանցիները, նույն ձևով ոնց որ լատակյա մտան։ Ադրբեջանը ասում է դուք արևմտյան Ադրբեջան եք։ Նրանք չէին ասում լատակյան Թուրքիա է, բայց մտան 10000 մարդ, նայեք այդ երեխաների մարմինները, մարդ սարսափում է ամբողջ աշխարհի արչև եւ ոչ մի բան չարեց Եվրոպան։ Ոչ մի բան։ Ռուսաստանը փրկեց 6 թե 7000 մարդ մտան ռուսական բազա, այնտեղ ժամանակավոր փրկվեցին։ Եթե նրանք լատակյա մտան, դուք ինչու եք կարծում, որ նրանք չեն մտնի։
Կապան, Գորիս, ինչու՞ չեմ։ Խաղաղության պայմանագիր են ստորագրում։ Բա դրա համար է ստորագրում, որ չմտնեն։ Իսկ այն Սիրիա մտնելուց առաջ են պայմանագիրը ինչ եղավ։ Քանի պայմանագիր էր ստորագրվել Սիրիայի վերաբերյալ։ Վերջինը բանն էր, ասիական քաղաքներ, հեսա կհիշեմ։ Խաղաղ պայմանագիր էր, որտեղ Սիրիայում բաժանվում են ազատության գոտիները Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի միջև։ Որում տարբեր կողմերի այո մասնակցությամբ։ Իսկ այստեղ միայն Հայաստան եւ Ադրբեջան, որտեղ թելադրողը Ադրբեջանն է։ Ճիշտ եք ասում, այնտեղ գոնե կային միջնորդներ, գոնե միջնորդներ։ Հիմա այստեղ ոչինչ չկա։ Եթե այն պայմանագիրը չհարգեցին, էս ինչու են հարգելու։ Կամ նոյեմբերի 9-ի պայմանագիրն եք հարգել, կամ դուք եք հարգել, երբ որ դուք գոնե մենք ունենք հայություն Արցախում, ռուսները ասում են ապագայում կխոսենք ստատուսի մասին։ Ապագայում դուք հանձնեցիք Արցախը, որտեղ ձեզ հրաման էր տրվել հանձնել պրոռուսական վերջի բազան Կովկասում։ Ձեզ այդ հրամանը տրվել էր Արցախը ոչնչացնել, որ Ռուսաստանը դուրս գա Կովկասից։ Դրա համար են դա։ Իդեպ լատենտ նիկոլականների, այսպես են նրանց անվանում, քարոզչությունն էլ հիմա այն է, որ ընդդիմությունը քննադատում էր ժամանակի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, անվանում էր կապիտուլյացիոն փաստաթուղթ, բայց հիմա դա անվանում է չարյաց փոքրագույն։ Հետևաբար տարիներ անց նույնը կանվանի նաև այս խաղաղության պայմանագիր կոչվածին։ Դե նոյեմբերի 9-ը իդեալական չէր։ Մենք փաստորեն կորցրեցինք շատ տարածքներ եւ Արցախի ապագան հարցական էր, բայց գոնե հայերը մնացել են Արցախում, այո։ Այո, եւ ոչ ոք կոչ չէր անում այս ղեկավարին, որ նա վազի Պրագա եւ հանձնի Արցախը, այն էլ Մակրոնի, Շարլ Միշելի դեմ, առանց որևէ բան ստանալու։ Սրանք ուղղակի գիտեք, սա քարոզչություն է։ Սա չի ասում այն մասին, որ ավելի վատ վիճակ է գնալով ստեղծվում եւ դրա համար է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չարյաց փոքրագույնը։ Այո, դա ճիշտ է։ Դա ճիշտ է։ Հիմա եթե մենք կարողանանք հայերին վերադարձնել Արցախ եւ ունենանք Լաչինի կորիդոր եւ ունենանք ռուս խաղապահ ուժեր, դա այդքան էլ վատ չէր լինի։ Բայց նրանք դիտավորյալ ձևով ռուսներին հանելու համար հանձնեցին Արցախը։ Մեզ էլ տասնյակ տարիներով սովորացնում էին, որ Ղարաբաղցիները հայ չեն, Ղարաբաղից պետք է ազատվել, Ղարաբաղը բեռ է մեզ համար, որտեղ մենք ուզում ենք չաղ ու բախտավոր լիքը փորով ապրել եւ Ղարաբաղցիները մեզ խանգարում են։ Ու նրանք դա ասում են տասնյակ տարիներով։ Հետո ասում են ռուսն է մեզ դավաճանել։ Ռուսներին մենք ուզում ենք Վանյային եւ Կոլային ուղարկեին մահանալու Արցախում, իսկ մենք գնանք Սարյանի փողոցի Գարեջուրի ֆեստիվալ։ Իմ աչքով եմ տեսել։ Ղարաբաղի անկումից հետո մի քանի օր հետո մարդիկ Սարյանի վրա Գարեջուրի ֆեստիվալ էր, թե գինու ֆեստիվալ էր։ Դուք տեսեք մենք ոնց ենք մեզ պահում։ Կողքից որ մարդ նայի, կասի մենք խելագարվել ենք։ Նայեք ուկրաինացիներին։ Դուք պատկերացնում եք Ուկրաինան հիմա, ասեր Դոնբաս, Լուհանսկը, Խերսոնը, Զապորոժիեն, նրանք ուկրաինացի չեն, սա Ուկրաինայի մաս չի, իրենց ազատվենք իրանցից, հանգիստ ապրենք եւ այդպիսի մարդ երկար չի ապրի Ուկրաինայում, նա առհասարակ միջազգային հարաբերություններում այսպիսի բան չի եղել, ես չեմ հիշում այսպիսի բան, որ ժողովրդին համոզեն ինքը իրեն հանձնի։ Այն էլ հիմա շարունակվում է այս կապիտուլյացիան, որը կոչվում է խաղաղության պայմանագիր։ Իրանց մոտ այս բառախաղը նրանք ուղղակի սովորել են, որ այս ժողովրդի մի մասին կարելի է անընդհատ խաբել։ Մի բան անում են, ճիշտ հակառակը ասում են։ Մեզ տանում են ոչ միայն սուվերենության, այլ պետականության կորստի։ Մենք պետականություն չենք ունենալու շատ շուտով։ Ադրբեջանցիները լուրջ ժողովուրդ են, նրանք մեր պես չեն։ Նրանք ինչ որ ասում անում են։ Նորից եմ ասում, թող մեր բնակչությունը Սյունիքում մտածի, այդ նույն կադրերը, որը դուք տեսել եք Լատակիայից, կարող է լինի ձեր տանը։ Մի հատ մտածեք, ադրբեջանցիները որ մտնեն ձեր գյուղին, չեք ասելու, որ ասֆալտ ունեք, լավ, դե տոնեք այդ ասֆալտը։ Լավագույն դեպքում ձեր ժամանակ կտան, որ դուք ձեր իրերը հավաքեք դուրս գաք այնտեղից։ Դա լավագույն դեպքում։ Վատագույն դեպքում դուք նոր այդ նույն կադրերը կտենաք Աստված չտա։ Սյունիքից հետո Վունդերլայնը Մակրոնը կասի, որ մենք ողջունում ենք առաջընթացը, զիջումները հայերի կողմից եւ Ալիևին կհրավիրի կոնֆերանսը, ինչպես Ջալանիին է հրավիրել, հիմա ամսի 17-ին գնում է Բրյուսել կոնֆերանսի, տերորիստը։ Իդեպ գերիների վերադարձի ուղղությամբ եւ նաեւ Բաքվում ընթացող այդ կեղծ դատավարությունների մասին որևէ խոսք չկա այս պայմանագրում ասվում է։ Դուք այս հարցի լուծումն ինչպես եք տեսնում։ Իշխանություններն ասում են, որ ամեն ջանք գործադրում են, իհարկե դա չի երևում։ Ռուբեն Վարդանի պաշտպանն ասում էր, որ նույնիսկ տարական քայլեր չեն անում Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։ Ես էլ եմ լսել, որ որևէ ջանք չեն գործադրում, ես չեմ լսել ինչ-որ կոնկրետ գործողությունների մասին, հետևանքը տեսնում եք, որ զրոյական է։ Մենք ունեինք այդ պայմանագիրը նոյեմբերի 9-ի, որով պետք է փոխանակվեին բոլոր գերիները, դա տեղի չունեցավ։ Մեր կողմից մեր գերիները տվեցինք, իրենց կողմից բոլորը չեկան։ Հետո ռուսները օգնեցին, տասնյակ մարդիկ հետ բերեցին, շատ լավ արեցին, բայց ելի ինչ-որ մարդիկ մնացին այն կողմից։ Դա պետք է անել, ոնց որ ասում են, բոլորը բոլորի դիմաց, միանգամից դա պետք է արվեր։ Ինչ ջանքեր են գործադրում այս ղեկավարությունը ազատելու համար։ Գիտեք, իսկ նրանք ինչ որ անցյալում ինչ որ դրական բաներ ասել են Ղարաբաղի ղեկավարության մասին, ես չեմ հիշում։ Եթե իրենց համար սա Հայաստան չի, սրանք հայեր չեն, սրանք մեզ խանգարում են, որ մենք քաղցր կյանք ապրենք, Միլանում կոֆե խմենք։
ինչու պետք է իրենց ազատեն։ Եթե այդպիսի կարծիք ունեին Ղարաբաղի մասին, ինչու պետք է այդ ջանքերը գործադրեն։ Դե ցանկացած դեպքում ես արդյունք չեմ տեսնում։ Պարոն Խաչիկյան, տեսեք, շատ են քննադատությունները, որ անընդհատ մենք արձանագրում ենք, թե ինչ վատ իրավիճակ է երկրում, թե ինչ վատ է ամեն ինչ, բայց լուծումներ չի առաջարկվում։ Չէ, ու չի էլ լինի, որովհետև մենք ընդդիմություն չունենք, մենք ով ուզում է նեղանա, ով ուզում է չնեղանա, արդեն անհնար է սա շարունակել, մենք ռեալ ընդդիմություն չունենք։ Մաքսիմում այնտեղ ինչ որ գորգորում են իրար վրա, իրար մեջ ինչ որ սկսել են այդ ռազմիրատները կներեք արտահայտության համար, բարձում են ով ում բերեց, ով ում տարավ, ինչու է սա հիմա քննարկվում, սա մեզ ինչ օգուտ է տալիս, ես չգիտեմ, փոխանակ միավորվեն, այս հայտարարությունը վերջանա, հետո նոր գնան ընտրությունների, այդ աթոռները բաժանեն իրենց մեջ։ Չկա թող մի քանի հոգի այս կողմից լինի, մի քանի հոգի այն կողմից լինի, ամբողջ աշխարհում մենք ունենք կոալիցիոն կառավարություններ, ամբողջ աշխարհում, ասել եմ, կկրկնեմ, Ռոբերտ Կենեդին լինելով Ռոբերտ Կենեդի, սա նույն բանն է, ինչ որ օրինակ Անգլիայի Չարլզ թագավորը, սա Ամերիկայի ամենաարիստոկրատիկ ընտանիքների ներկայացուցիչն է, նա չի ամաչում, գնում է Տրամպի հետ աշխատում է, ինքը դեմոկրատ է, Տրամպը բանը Republican, հանրապետական։ Այսինքն իր եսասիրությունը նա ինչ որ ձևով կարողացավ զսպել, որ իր հետ միասին աշխատեն։ Մեր մոտ այնքան մեծ է մեր էգոն, որ մենք չենք կարողանում իրար հետ աշխատել եւ այս ճակատագրական պահին էլի պարզում են թե ով ում բերեց, ով ինչ ասեց տարիներ առաջ, փոխանակ միավորվեն այս մարդկանց հրավիրեն, որ նրանք գնան եւ նորմալ կոմպետենտ կառավարություն ստեղծվի։ Բայց լուծում կա այս իրավիճակում։ Եթե այս ընդդիմությունը սենց շարունակի, ոչ։ Եվ ժողովուրդը գիտի դա, ժողովուրդը լրիվ հույսը կտրել է։ Ժողովուրդը մի քանի անգամ դուրս եկել փողոց բողոքել է, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել, մենք դա տեսել ենք։ Ավելի շատ, քան են սև տարին 18 տարի թիվը եւ մեզ խապեցին բոլորիս։ Ավելի շատ մարդ կար փողոցում, բայց մեր ընդդիմությունը չկարողացավ կազմակերպել դա, պետք է նրանք էլ պետք է նայեն իրենց արածին, ինչպես է կառավարությունը թող նայի իր անզորությանը, նրանք էլ թող արճակատվեն իրականության հետ։ Նրանք չկարողացան ոչինչ անել, նույն մարդիկ անընդհատ դուրս էին գալիս, որը ում տեսնելով ժողովուրդը գնում էր տուն։ Եվ ես չգիտեմ, նրանք հիմա պլաններ ունեն հետ գալ նորից սանել, որտեղ թե նրանք կան ոչ ոք իրենց հետևից չի գնա։ Բայց դուք տեսնում եք հնարավոր քայլեր, որ կարելի է անել այս իրավիճակից դուրս գալու համար, որովհետև էլի եմ ասում, իշխանությունների քարոզչությունն այն է, որ որևէ այլընտրանք չկա, պատերազմ է այլընտրանքը։ Պատերազմը նրանք են բերել մի քանի անգամ իրենց դիվանագիտության հետևանքով։ Մեզ պետք է նոր դիվանագիտություն եւ նոր ղեկավարություն։ Կամ ընդդիմությունը պետք է այս պարակտումները վերջացնի ավարտի, միավորվի եւ գործնական քայլեր անի, կոնկրետ ծրագիր ներկայացնի, որ այս մարդկանցից մենք ազատվենք, կամ ընդդիմությունը պետք է դուրս գա եւ ազգային խորհրդից եւ ընդհանրապես քաղաքական կյանքից, կամ ինչ որ բան արեք, կամ հեռացեք, թողեք ինչ որ նոր մարդ առաջ գա։ Ինչ որ մարդ պետք է առաջ գա, որովհետեւ այսպիսի ընդդիմությունով մենք ոչ մի բան չենք կարող անել։ Բայց նույն այս ադրբեջանական սպառնալիքներին դուք դիվանագիտական ճանապարհով տեսնում եք հնարավորություններ հակազդելու եւ ունենք արդյոք դաշնակիցներ, օրինակ, որ մեզ կաջակցեն այս հարցում։ Մենք կարող ենք վերականգնել մեր հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ, կարող ենք, բայց եթե մենք ունենք մի կառավարություն, որը MI6-ի, MI6-ի ղեկավարին է ընդունում Լոնդոնից, Իրանը ինչպես աշխատի այս կառավարության հետ։ Ամեն ինչ որ քննարկվելու է Տեհրանի հետ, վաղը Լոնդոնում իմանալու են։ Մի երկիր, որը ես շատ սիրում եմ, բայց որպես քաղաքական ուժ, որպես կառավարություն մեր թշնամիներն են։ Ադրբեջանի հետ շատ սերտորեն համագործակցում են, միլիարդավոր ներդրումներ ունեն այնտեղ եւ տեսնում են որպես ռազմաստրատեգիական գործընկեր եւ Թուրքիան եւ Ադրբեջանը, որտեղ հակառուսական ծրագիր ունեն այստեղ, հակահայկական ծրագիր ունեն այստեղ։ Մինչեւ սա չփոխվի, մինչեւ այս մարտիկ չգնան, մենք չենք կարող շտկել մեր դիվանագիտական սխալները։ Իսկ նրանք հենց այսպես չեն գնա, տեսնում եք։ Իսկ եթե սենց շարունակվի, հասկանում եք, այլընտրանքը պատերազմ դա էլի քարոզչություն է, էժանագին քարոզչություն է։ Դուք ձեր գործողություններով անընդհատ հետ քաշվելով իրենց ախորժակը գնալով գրգռում եք։ Ադրբեջանն արդեն իսկ խոսում են պատերազմի մասին։ Նրանք ասում են, թե իբր հայկական կողմը պատրաստվում է ապրիլին պատերազմ սկսել։ Մենք գիտենք ադրբեջանական քարոզչությունում սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ իրենք ապրիլին սկսելու են պատերազմը, օրինակ։ Եվ պահանջում են, որ որոշ միջազգային բաներ, կազմակերպությունները դուրս գան Բաքվից։ Դա էլ է նշան, որ նրանք կարող է պատահի գնան ինչ-որ ագրեսիվ գործողությունների, այո։ Բայց այս մարդկանց ուշք ու միտքը իշխանության մնալն է եւ արևմուտքից իրենց հրահանգները ստանալը, կատարել արևմուտքի եւ Թուրքիայի։ Բայց ունեն արևմուտքի աջակցությունը հիմա Ամերիկայում այս փոփոխություններից հետո, թե դեռ արևմտյան որոշ երկրներ։ Ամերիկայից ոչ։ Ամերիկայի համար մենք 0 ենք, որովհետեւ մենք լինելով հանճարեղ դիվանագետներ, մեր բոլոր, ինչպես ասում են, խաղադրույքները դրեցինք Բայդենի զամբյուղի մեջ եւ մենք հայտարարվեցինք։
Մենք չհասկացանք, որ նախ դեսպանը չպետք է միակողմանի ներկայությունն է եւ ընդհանրապես ներքին գործերի մեջ չպետք է խառնվի։ Նա պետք է եւ այնտեղ երկու ճամբարներում կապեր ունենար։ Բայց հաշվի առնելով, որ մենք նույն որակի կադրեր ունենք մեր դեսպանատանը, որ ունենք մեր կառավարության մեջ, մենք դա էլ տապալեցինք, սխալ մարդու մոտ գնացինք։ Փոխանակ գնանք ճիշտ մարդու մոտ, գնացինք սխալ մարդու մոտ։ Տրամփի համար մենք 0 ենք այստեղ։ Դրա համար մենք վազեցինք Վաշինգտոն, որտեղ մեզ ոչ ոք չընդունեց, չնկատեց, մեր մասին ոչ ոք չգրեց, ինչ որ լավություն անելու համար ինչ որ սելֆի արեցին միջանցքից, որ ինչ որ բան ցույց տան Հայաստանում։ Մենք դա պրավալ էր, մենք ընդհանրապես ձախողվեցինք։ Իսկ Եվրոպան հիմա ինքը լուծում է իր սեփական հարցերը, թե ինչպես է ապահովելու իր անվտանգությունը։ Այդ հիմար բաներն ենք լսում, որ Ֆրանսիան ապահովելու է միջուկային զսպում Եվրոպայի վրա։ Ֆրանսիան երբևիցե ինքը իր անվտանգությունը վտանգի տակ չի դնի, իր լինել չլինելու հարցը դա չի պայմանավորելու, ասենք Լեհաստանի կամ Ուկրաինայի պաշտպանությամբ։ Ռիսկը այն է, որ Ֆրանսիան ոչնչանալու է։ Դուք հասկանում եք դա ինչ է, միջուկային զսպում ինչպես աշխատում։ Հավասար ուժեր անհրաժեշտ չեն, բայց գոնե հակահարված հասնելու հնարավորություն դուք պետք է ապահովեք, եթե դուք գործ ունեք Ռուսաստանի հետ, այնտեղ հսկայական ասիմետրիա է ուժերի, այսինքն Ֆրանսիան ոչնչանում է միանգամից։ Հիմար այդ խոստումներ տալու իմաստը ինչ է, ես չգիտեմ։ Եվրոպան ինքը իրեն հիմա չի կարող ապահովել եւ Ամերիկան դուրս է անում իր զորքերը կամաց Եվրոպայից։ Եվրոպայից ինչ որ բան ակնկալելը, գիտեք, մեր կողմից սпасելի է, որովհետեւ ավելի հիմար բան պատկերացնել անհնար է, դժվար կլինի։ Դե բացի այդ դարձյալ վերադառնալով Պրահային մենք տեսանք, որ այդ ժամանակ Հայաստանը թվերով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հույս ունենալով, որ գոնե Ադրբեջանը նույնը կանի, բայց Ադրբեջանը բնականաբար այդպես չվարվեց։ Գիտեք, այս մարդկանց հետո, երբ որ նրանք հեռանան, պետք է տանել դպրոց, գոնե առաջի դասարան եւ սովորացնել բանակցությունը ինչ է։ Դուք ոչ թե հույս ունենալով ինչ որ բան զիջում եք, այլ դուք ասում եք, ես կարող եմ սա առաջարկել, դուք ինչ եք կարող առաջարկել։ Քայլ, հակաքայլ, դա ֆիքսվում է, ստորագրվում է մի թուղթ եւ ավարտվում է։ Սա բանակցություններ չեն։ Սա շարունակվող կապիտուլյացիա է, պերմանենտ կապիտուլյացիա։ Նայեք բանակցությունները Ուկրաինայի, Ռուսաստանի միջեւ։ Ռուսաստանը ասում է մենք այս Չորչը շրջանը ուզում ենք պահել, Ղրիմը ուզում ենք պահել, դուք ՆԱՏՕ-ի անդամ չեք լինելու եք չեզոք, որը դա էլ մեծ հարց է, ինչպես են դա ապահովելու։ Ուկրաինացիները համաձայնվել են, բայց հիմա օրինակ Ռուսաստանը նոր պահանջ է առաջ բերել, որ ռազմական իրավիճակը չեղարկվի Ուկրաինան, նրանք ասում են ոչ, այդպեսի բան չեն կանի։ Նախ կոնկրետ առաջարկ եւ երկու կողմից տարբեր առաջարկները մենք տեսնում ենք, թե ով ինչ է ասում, դա սուտ չեն ասում, բացի դա քննարկում է։ Հետո եթե լինի պայմանագիր, դա մի անգամ գրվելու է, ստորագրվելու է, վերջանա։ Նայեք մերը քանի տարի այս խոսակցությունը շարունակվում է, մենք անընդհատ հետ ենք հաշվում, նրանք էլ չեն կանգնում։ Անընդհատ առաջ են գնում։ Սա խաղաղության պայմանագիր չի, սա կապիտուլյացիա է, սա պետության վախճան է, որը ողջունվում է Եվրոպայի կողմից, Գերմանիայի կողմից, Ֆրանսիայի կողմից։ Մակրոնը ասում էր մենք Հայաստանի կողքին ենք։ Տեսեք, երկու երեսայնության չափը։ Եթե դուք մեր կողքին եք, ինչու չեք մի բանով օգնում, օժանդակում, մենք հանձնում ենք ամեն ինչ, դրա դիմաց ոչ մի բան չենք ստանում։ Իդեպ ինչ եղավ նրանց ռազմական օգնության այդ հարցը, որ մեզ այսքան խափում են, որտեղ են, ես ուզում եմ իմանալ, որտեղ են ֆրանսիական այդ զինատեսակները, որոնք մեզ խոստացել էին բերել։ Բաքուն կարծեմ երեք ասեց, որ մենք խափանեցինք Հայաստանի ինչ որ զինատեսակ հասցնելու փորձերը։ Եվ նրանք շատ տրամաբանական են։ Իդեպ այս թեմայի վերաբերյալ Բաքվի մյուս պահանջն էլ Հայաստանի ապառազմականացումն է։ Դե էլ ինչ խոսանք։ Էլ ինչ խոսալու թեմա մնաց։ Այսինքն ադրբեջանցիների գալուց հետո մենք բանակ էլ չենք ունենա։ Այսինքն ես ու դուք դուրս են գալու փողոց, ինչ որ ադրբեջանցիների հետ վիճաբանություն է սկսվելու, գալիս է իրանց ոստիկանը, սկսում է կռիվ, մեզ էլ կարող է բանտարկեն, որ մենք բանենք ընդդիմանում ենք խաղաղության պայմանագրի կամ ինչ որ հակադրբեջանական հայտարարություն կամ մենք բանակը չենք։ Իդեպ այդ մասին էլ կետ կա ըստ ընդդիմադիր պատգամավորների նախկինում ասել էին այդ մասին, որ ռևանշի բացառումներ պետք է լինեն, ու սա կարող է տարածվել բոլորի վրա։ Ովքեր հիմա այսպես դեմ խոսեն կամ քննադատեն այս խաղաղության պայմանագիրը, կարող է որակվել որպես ռևանշ։ Օրինակ, մենք չգիտենք թե ինչ կլինի։ Այո, ես ասում եմ, եթե մի ժողովուրդ չի ուզում պետություն ունենալ, պետք չի ստիպել։ Եթե մեր ժողովրդի համար պետությունը կարևոր չէ, մենակ գրպանն է եւ փորն է կարևոր, տենց էլ ասեք, որ մենք չտանջվենք, հասկանանք, այս ժողովրդին պետություն պետք չի։ Մենք հանգիստ տեղից դուրս գանք գնանք։ Վաղը նրանք ծիծեռնակաբերդն են փակելու, որ ես 2 տարի առաջ ասել էի։ Նեմեսիսը էլ չասեմ, դա մի անգամից է փակվելու, ծիծեռնակաբերդն է փակվելու, մեր փողոցների անուններն են փոխվելու, մետրոյի կայանների անուններն են փոխվելու, Վարդան Մամիկոնյանից մինչև Սասունցի Դավիթ ցախ պետք է հանենք տանենք դուրս, որովհետև սա մեր անցյալն էր։
ես չեմ ուզում մտածեմ ինչ է լինելու Մատենադարանում, որտեղ այդ մեծ մասը մազյանների արևմտյան Հայաստանից են։ Դա ինչ են անելու, ասում են, որ սրանք թուրքական են, հայկական տարրերը հանելու են մեջից երևի։ Սա մենք մեծ խնդիրներ ենք ունենալու, օրինակ երաժշտության հետ, Կոմիտասը ով էր, նա հայ էր, թե նա թուրք էր, դա էլ պետքա պարզենք։ Սրանք վերջը չի լինելու, նրանք ինքնահաստատվում են, նրանք հաճույք են ստանում մեզ ստորացնելով։ Եվ մենք ունենք այսպիսի խումբ, որը օգնում է, որի ժողովրդին ամեն օր ստորացնեն։ Սա գիտեք, համ դուք պետք է արժանապատվություն ունենաք, համ էլ ձեր ազգի արժանապատվությունը հարգեք։ Երկուսն էլ մենք հիմա չենք տեսնում։ Եվ վերջում ձեր դիտարկման ընտրություններով Նիկոլ Փաշինյանը կհեռանա իշխանությունից։ Գիտեք, դժվար է ասել, իհարկե նրանք փորձեն ինչ-որ բան սադրել, իհարկե չարաշահումներ կփորձեն անել։ Ես կարող եմ մենակ հիմնվել Երևանի ընտրությունների փորձի վրա, որտեղ իրենց տեխնացուն չանցավ։ Հետո որոշ հայտնի մարդիկ շատ հարուստ լեքսիկոնով օգնեցին իրենց տեխնացուին, որքան ես հասկանում եմ, հա, ես այդքան էլ չեմ զբաղվում դրանով, բայց իմ կարծիքով, եթե ճիշտ եմ հիշում, օգնեցին նրանց, որ անցավ իրենց տեխնացուն։ Երևանում նրանք շատ քիչ տոկոս ունեցան, 19% էր, թե 20%։ Հիմա նույնը կարող է համապետականի ժամանակ տեղի ունենալ։ Իդեպ սոցհարցումների պատկերները գնալով ավելի վատն են դառնում այս իշխանությունների համար, բայց մյուս կողմից ընդդիմության արդեն խոսեցինք, որ ընդդիմության ռեյտինգներ չի բարձրանում։ Այո, իրենց ռեյտինգ, բոլորի ռեյտինգներն էլ ցածր են, նրանց ժողովուրդը հզարթնել է, մենք հո հիմար չենք, ի վերջո տեսել ենք, չէ՞ որ բոլոր հարցերով մեզ խաբեցին եւ դժբախտություն բերեցին, ողբերգություն բերեցին Հայաստան։ Մենք դա տեսանք, հասկացանք, բայց ընդդիմությունը ավելի ցածր է, որովհետեւ մարդիկ չեն հասկանում ովքեր են, ինչ կարող է անել ընդդիմությունը, ովքեր են այն մարդիկ, ում հետևից կարելի է գնալ, որոնք այսպես ասած նախկիններ չեն, որոնք չեն կապված անցյալի հետ, եւ նրանք ինչ այլընտրանք են առաջարկում։ Այսինքն ընդդիմությունն էլ է շատ վատ աշխատում։ Այո, շատ վատ են աշխատում, ել չասեմ։ Կառավարությունը, ընդդիմությունը, այս մեկը չի կարողանում կառավարի, այս մեկը չի կարողանում ընդդիմանա։ Ոչ մի բան չի ստացվում։ Ես մենակ հույս կարող եմ ունենալ, որ սա կավարտվի։ Եթե չէ, ուղղակի մարդիկ պետք է հասկանան, սա արդեն շատ լուրջ է, արդեն մեր տունն է սա հասել։ Մենք եթե սենց շարունակվի, մենք Հայաստան չենք ունենալու։ Սա Հայաստանի ապամոնտաժում է եւ հաջորդ թիրախը լինելու է Սյունիքը, դրանից հետո լինելու է Սևանը։ Մեր թշնամին շատ պարզ ասում է, մենք ձեզ չենք, դուք չեք պրծել ձեր մեզանից դուք չեք պրծել։ Մեր այս պահանջները երկար ցուցակ դեռ կա։ Եվ այդ ցուցակի վերջում Հայաստանի ապամոնտաժում է, սա Ալեքսանդրապոլի 2.0-ն է, ես ասել եմ դրա մասին։ Բանակ էլ չեք ունենա, եկեղեցիներ էլ չեք ունենա, սա վանական եկեղեցիներ են հայտարարվելու, գուցե Երևանում թույլ տանք ինչ որտեղ ապրեք, Երևան Էջմիածին մի մաս, Ալեքսանդրապոլի պայմանագիր, եթե մարդիկ ուզում են տեսնեն դա ինչ է, թող ինտերնետով գնան նայեն եւ թող շատ ուշադիր նայեն, թե ինչ եղավ Լատակիայում։ Ձեր աչքի առաջ մի քանի շաբաթ հետո առաջ ինչ եղավ, 10,000 մարդուն ոնց մորթեցին ամբողջ աշխարհի աչքերի առջև Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի Միացյալ Նահանգների բերած տերորիստները։ Լավ նայեք այդ կադրերին եւ լավ մտածեք, թե ինչ է նշանակում պետություն կորցնել։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ։ 168 TV-ի եթերում ռևյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։